Բարև ձեզ, եթերում Մամուլի ակումբ հաղորդաշարի հերթական թողարկումն է, այն ներկայացվում է համատեղ խորագրի ներքո, իսկ դա նշանակում է, որ մենք զրուցելու ենք տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության եւ զարգացումների մասին։ Սա մեր հաղորդման վերջին թողարկումն է այս տարի եւ ամենահետաքրքիր երևի զարգացումները թիմ ոլորտում տեղի ունեցել Վանաձորում։ Երբ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցել ընտրություններ ավականու եւ այդ ընտրությունների արդյունքները հետեւյալն էին 13 ձայն 33-ից հավաքեց Հանրապետական կուսակցությունը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը հավաքեց 10 ձայն եւ մյուս 3 կուսակցությունները հետեւյալ ձայները Հայկական վերածնունդ 5, Բարգավաճ Հայաստան 3 եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը 2 Փաստորեն ոչ մի կուսակցություն մեծամասնություն չստացավ ավականիում եւ Լուսավոր Հայաստան ԲՀԿ եւ Հայկական վերածնունդ կուսակցությունները հռչակագիր են ստորագրել, որ պաշտպանելու են Լուսավոր Հայաստանի ցուցակը գլխավորած Քրիստ Մարուկյանի տեխնացությունը որպես Վանաձորի քաղաքապետ։ Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ նորընտիր ավականու առաջին նիստը, որտեղ իրականացվում էին նաև քաղաքապետի ընտրություններ եւ ստացվեց, որ այն 3 կուսակցությունները, որոնք միասին ունեին մեծամասնություն, չկարողացան ընտրել իրենց ընտրած քաղաքապետին եւ քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը, որը ներկայացնում էր Հանրապետական կուսակցությունը, իրեն պաշտպանեց նաև Դաշնակցության կուսակցության ներկայացուցիչները եւ Մամիկոն Ասլանյանը հավաքեց 19 ձայն։ Սրանից հետո փաստորեն 3 կուսակցությունները, որոնք անդիմադիր ֆրակցիաներով էին ներկայացված ավականիում, բոյկոտում են, մինչև այսօր բոյկոտում են ավականու նիստերը, ասելով, որ իրենցից 4 հոգի փակ գաղտնի քվեարկության ընթացքում կամ դրանից առաջ ենթարկվել են ճնշումների եւ այդ պատճառով են ձայն տվել Մամիկոն Ասլանյանին։ Հիմա մենք կփորձենք զրուցել ինչպիսի հանգուցալուծումներ կարող են լինել այս իրավիճակից, քանի որ փաստորեն ավականու նիստերը քվորում չունեն եւ դա նաեւ հետևանք է նրա, որ այն 4 հոգին, որոնք քվեարկել էին Մամիկոն Ասլանյանի օգտին, բնականաբար չեն բացահայտվում, գաղտնի քվեարկության արդյունքները մնում են գաղտնի եւ պարզ չի, թե ովքեր են այն ավականու անդամները, որոնք պաշտպանեցին ներկա քաղաքապետի տեխնացությունը։ Եվ եթե իրենք չեն բացահայտվում, դա նշանակում է, որ նաև ստիպված են բոյկոտում մասնակցել եւ չներկայանալ ավականու նիստերին։ Մենք այս մեր զրույցը ուզում էինք կազմակերպել Մամիկոն Ասլանյանի եւ Քրիստ Մարուկյանի ներկայությամբ, բայց փաստորեն այսօր տաղարում միայն Մամիկոն Ասլանյանն է, Քրիստ Մարուկյանը չներկայացավ այս հաղորդմանը։ Պարոն Մամիկոն Ասլանյան, դուք փաստորեն Վանաձորի քաղաքապետն եք եւ ինչպես կգնահատեք այս իրավիճակը։ Արդյոք այն արդյունք է նրա, որ փաստորեն այս տարի առաջին անգամ ընտրությունները կատարվում էին համամասնական եղանակով եւ այդ կուսակցական հարաբերությունները նորություն են փաստորեն մեզ մոտ եւ դա է արդյոք հետևանքը այս ճգնաժամային կամ չգիտեմ անդուր վիճակի թե որևէ այլ պատճառներ եք տեսնում։ Նախ հուսով եմ դուք երբ որ ասում եք չբացահայտվեցին այդ 4 անդամները, դուք ցիտում եք այն մարդկանց, ովքեր որ դա դարձրել են նպատակ, որովհետև ընդհանրապես լիբերալիզմը եւ ժողովրդավարությունը պահանջում են, որ մարդու կողմից կատարված փակ գաղտնի քվեարկությունները դրանք գաղտնազերծման ենթակա չեն, այլապես դրանք կլինեին բաց քվեարկություններ, հետեւաբար այդ ձևաչափի մեջ հետևողական լինեն եւ եթե պաշտպանել են ձեր տեխնացությունը, պիտի նաեւ որևէ մոտեցում կամ լուրջ որևէ դրդապատճառ կոնկրետ բոյկոտի համար չեմ տեսել ու չեմ տեսնում, որովհետեւ զուտ Երևան բերել այն հանգամանքը, որ 4 հոգի փաստորեն հուշագրի համաձայն չի քվեարկել, դա չի նշանակում, որ կարելի է դա դարձնել
հիմք եւ բոյկոտել Վանաձոր քաղաքի ապագա Չէ, զարգացման ես ուրիշ բան եմ ուզում հեռանկարը։ ասել, որ եթե քվեարկել են այդպես, պիտի հետևողական լինեին եւ նաեւ մասնակցեին ավականու ընտրություններին։ Իսկ ստացվում է, որ փաստորեն քվեարկել են ձեր օգտին, բայց մասնակցում են մի բոյկոտին, որի պահանջը ձեր հրաժարականն է։ Ամեն դեպքում միջև այս պահը Տեսնում եք, չէ, այստեղ ոչ հետևողական։ բոլոր պրոցեսները տեղավորվում են եւ օրենսդրության շրջանակներում եւ նաեւ արդի հայ քաղաքական կլիմայի շրջանակներում, որովհետեւ մենք հասկանում ենք, որ Մարդիկ մի բան են անում, հետո ամաչում են։ բնականաբար եւ անում են եւ ամաչում եւ հայտարարում են եւ չեն անում մեր ընդդիմադիր գործընկերները նույն նիստի ժամանակ 2-3 հայտարարություն են անում եւ դրանցից որևէ մեկն իր տրամաբանական ավարտին չի հասցվում, նիստեր են բոյկոտում, ինչ որ ներկայացնելով կոնկրետ մոտիվացիա, որ առաջի նիստի բոյկոտումից առաջ հայտարարեցին, որ իրենք ոչ թե բոյկոտը դարձրել են իրենց համար ստրատեգիա կամ տակտիկա որևէ նպատակի հասնելու համար, այլ բոյկոտը լոկ ծառայելու է 4 հոգուն հայտնաբերելու համար, բայց երբ որ տեղի չունեցավ ավականու առաջին նիստը, միանգամից կտրուկ հռետորաբանությունը փոխվեց եւ դարձավ այս կամ այն հարթակներում իմ հրաժարականի մասին ինչ որ տեղեկություններ կամ պահանջներ ներկայացնելով։ Ես իմ հարցը համասնական ընտրությունների մասին չեմ մոռացել, բայց մեկ միջանկյալ հարց ելնելով ձեր ասածից։ Փաստորեն մարդիկ ընտրվել են կուսակցական ցուցակներով։ Այսինքն ենթադրվում է, որ իրենց ընտրողները իրենցից ակնկալում են, որ իրանք շարունակելու են կուսակցական գիծը։ Հիմա 4 հոգին չեն շարունակել կուսակցական գիծը, այսինքն հռչակագրի պայմանավորվածությունները խախտել են։ Ուրեմն որևէ ընտրող կներեք, ես էլ ձեզ ընդհատել։ Ես իրավական կողմը չեմ ասում, հա, բարոյական կողմն եմ։ Զուտ բարոյական եւ հոգեբանական եւ քաղաքում տիրող մթնոլորտի կողմն եմ ասում։ Ընտրողը իրավունք չունի իմանալ բարոյական տեսակետից։ Իրավաբանորեն ուստեղ խնդիր չկա։ Բարոյական տեսակետից իրավունք ունի իմանալ ով է խախտել իրենց ընտրված կուսակցության որոշումը։ Բերեք մի քիչ ավելի պատմական էքսկուրսը լայնացնենք, ընտրողը նաև ընտրարշավի ժամանակաշրջանում քարոզարշավի պարտավոր էր իմանալ, թե հետագայում ինչպես են տնօրինվելու իրենց կողմից տված քվեները։ Իսկ ընտրարշավի որևէ հռետորաբանության մեջ այդ 3 կուսակցությունները երբևէ մի կոնտեքստի, մի բլոկի մեջ չեն դիտվել, ես կասեի ընդհակառակը։ Հետևաբար ընտրությունների եւ մանավանդ որ մեր ընդդիմադիր կուսակցություններից մեկը նույն քարոզարշավի ժամանակահատվածում հայտարարություն տարածեց, որով հորդորում էր ընդդիմադիր ուժերին թողնել ընտրապայքարը եւ միանալ իրենց, հայտարարելով, որ իրենք են առաջատարը եւ ճիշտ կլինի ընդդիմադիր, բայց իրենց բոլոր մեսիջները որևէ կերպ ուղղված չէին ոչ հայկական վերածնունդ, ոչ Բարգավաճ Հայաստան կուսակցություններին։ Վերադառնանք իմ հարցին, արդյոք համասնական ընտրություններն է պատճառ այս փակուղում։ Բնականաբար Հայաստանում դեռ քաղաքագիտական եւ ընդհանրապես քաղաքական զարգացվածության մակարդակը չի հասել այն աստիճանին, որ քաղաքացիները քաղաքներում կամ գյուղերում կամ թեկուզ ամենամեծ քաղաքներում կուսակցականացված լինեն։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես են եւ այդ համամասնական ցուցակները կազմվել ավականու, թե ովքեր են եղել գաղափարախոսներ, գաղափարակիրներ եւ ովքեր չեն եղել, ովքեր ընդհանրապես ունեցել են մարդկային հասարակ հեղինակություն, ովքեր իրենց հեղինակությունը նաև օգտագործել են ընտրարշավի, քարոզարշավի ժամանակ, մարդկանց հետ հանդիպումների միջոցով, հետագա ընտրությունների ժամանակ իրենց համար ձայներ ապահովելով, այնպես որ զուտ նույնիսկ քաղաքագիտական տեսանկյունից, եթե մենք ամբողջությամբ քաղաքականացնենք այդ process-ը, ապա մենք այնտեղ դժվար 20-25%-ից ավել քաղաքականացված մարդ գտնենք այդ համամասնական ցուցակներում։ Դուք կարծում եք, որ վաղ էր Ես չեմ կարծում, որ վաղ էր, ուղղակի ես չէի ուզենա, որ Վանաձորը հայտնվեր այդ էքսպերիմենտալ դաշտում, որովհետև Վանաձորը այսօր ունի խնդիր եւ քաղաքագիտական մանիպուլյացիաները կամ քաղաքագիտական ինչ-որ հնարքները չի, որ Վանաձորին այսօր պետք են։ Ես դա այսօր ասում եմ ոչ թե որպես Վանաձորի քաղաքապետ, այլ որպես հասարակ ընտրող եւ որպես վանաձորցի, որովհետեւ մենք բոլորս գիտենք
Վանաձոր քաղաքում կա խնդիր զարգացման հեռանկարների հետ կապված, զարգացման առաջնահերթությունների հետ կապված եւ քաղաքական այդ մանիպուլյացիաները տեղափոխել զուտ լոկալ վանաձորյան դաշտ ու անպտղաբեր ինչ-որ աշխատանքների միջոցով չեմ կարծում, թե վանաձորցուն սա պետք է։ Իհարկե, որպես քաղաքագիտություն, որպես քաղաքականություն, գուցե դրանք այն հնարքներն են, որոնք ընդունված են, բայց իսկ ոնց եք կարծում, որոշումը ընդհանուր հռչակագրի վերաբերյալ ընդունվել է Վանաձորում, թե կենտրոնական գրասենյակներից են կուսակցությունների եկել։ Հենց իմ ասելիքից ենթատեքստում կար դա, ես ուղղակի սովոր չեմ բարձրաձայնելու այն, ինչի մասին ինձ չեն հարցնում։ Բնականաբար որևէ վանաձորցի իր չգիտեմ, մղձավանջային երազում չէր կարող պատկերացնել, որ երեք այդ ուժերը կարող են միասնական բլոկով հանդես գալ ու պաշտպանել այս կամ այն թեկնածուին։ Վանաձորցի ասելով նկատի ունեք նաև այդ կուսակցության անդամներին, Բնականաբար, հենց դա նկատի ունեմ, ես երբևէ չեմ կարողանում մինչև այժմ վանաձորցիներին դասակարգել կուսակցականների եւ անկուսակցականների ու նաեւ ասել են, որ ընտրությունները կանցնեն, որոշակի ժամանակաշրջան կանցնի, եթե չեմ սխալվում, մոտ 320 ավականու թեկնածու կար ընդհանուր 8 կուսակցությունների ցանկում եւ հաստատ մոտ 6 ամիս հետո որևէ մեկը չի հիշելու, թե որը որ կուսակցության համամասնական ցուցակում է։ Ընտրողները թե ընտրվողները։ Եվ ընտրվողները։ Դարքիրը։ Շատ լավ, այդ դեպքում դուք արդեն մասամբ անդրադարձել եք այդ հարցին, ինչին է խանգարում բոյկոտը։ Այն որ ավականու նիստերը փաստորեն քվորում չեն հավաքում։ Ընդդիմադիր գործընկերներից մեկը իր եւ քարոզարշավի եւ ընդհանրապես ընտրական պրոցեսների ողջ ժամանակաշրջանում շեշտադրումները դրված էին հիմնականում ստահոդ տեղեկությունների, ապակողմնորոշող տեղեկությունների ու բացասական էներգետիկայի այդ սերմանելուն էին ուղված եւ դա կարծում եմ ընդհանուր առմամբ Վանաձորում չաշխատեց, որովհետեւ Վանաձորը ելի եմ ասում այսօր նաեւ այս 3 կուսակցությունը։ Չէ, ես չեմ ուզում կուսակցությունների անուն տալ, ես փայլուն իմ խոսքով ինձ թվում է ասում եմ ով էր ջատագովը եւ բլոկներ դառնալու եւ միասնական ճակատով նույն տեխնացուին պաշտպանելու եւ ինչպես են ընդունվել նաեւ այդ որոշումները դրանք Ես ինչու եմ այդ հարցը տալիս, որտեվ առիթ եմ ունեցել լինել Վանաձորում նախընտրական շրջանում եւ տպավորություն ստացա, որ մի քանի կուսակցություններ բավականին հետաքրքիր ծրագրեր ունեին եւ ոչ միայն քննադատությամբ էին զբաղվում, այլ նաեւ կառուցողական Ես որևէ կերպ այսօր էլ չեմ զանազանում, այսօր էլ եւ կուսակցությունը, որի ներկայացնում եմ ես եւ նաեւ ում հետ մենք այսօր դաշնակցում ենք հայ-հեղափոխական դաշնակցության հետ, որևէ առողջ ծրագրին մերժողական վերաբերմունք չունենք, մանավանդ, որ այդ բոլոր կուսակցությունները, քաղաքական ուժերը, ովքեր որ մասնակցում էին ընտրապայքարին, բոլորն էլ Վանաձորի նկատմամբ ունեին իրենց եւ տեսլականները եւ զարգացման հեռանկարները, իսկ դրանք ոչնչով գրեթե չեն տարբերվում կոնկրետ Վանաձորյան զարգացման մեր հեռանկարներից։ Հետեւաբար այդ նույն կառուցողական դաշտում, որի անունը այսօր Վանաձոր քաղաքի ավականի է, մենք բոլորս կարող ենք մեր մտքերի խաչմերուկում ձևավորել Վանաձորի զարգացման հեռանկարը։ Իսկ թե ինչին է խանգարում բոյկոտը, կարծում եմ ավելի շատ խանգարում է Վանաձորի զարգացման հեռանկարին, քան դա ուղղված է Վանաձորի քաղաքապետին, որովհետև բոլորն էլ եւ անձնական զրույցներ եւ հրապարակային զրույցներում իմ անձի նկատմամբ կոնկրետ որևէ բացասական արձագանք կամ վերաբերմունք չկա եւ ինչպես նաեւ ընդհանրապես քաղաքագիտական եւ քաղաքական հռետորաբանության մեջ այսօրվա տեղավորվում է, եթե իմ ընդդիմադիրները շեշտում են, որ ես չունեմ մեծամասնություն, ապա որևէ մեկը չունի մեծամասնություն ու կարծում եմ Վանաձորի զարգացման համար հենց դա ամենալավ հարթակն է, որ բոլոր ուժերը կարող են ազդել որոշումների ընդունման վրա։ Նույն մեր ընկերները, ովքեր հայտարարում են, որ իրենք ունեն մեծամասնություն 18 մանդատի տեսքով, իրենք կարող են դա ապացուցել գործնականում եւ ոչ թե լրատվական կամ կայքային ինտերնետային հարթակներում, այսինքն կարող են գալ ավականու նիստին եւ իրենց որոշումների հիման վրա ստիպել Վանաձորի քաղաքապետին
իրենց խոնարհ ծառային, որպեսզի նա աշխատի իրենց ընդունած որոշումների։ Անգամ որոշումների։ այդ միտքը հնչեցրել եք եւ այստեղից հերթական հարցն եմ ծագում։ Եթե կան կասկածներ եւ դուք չեք կարող շղթել, որ այդ կասկածները շատեր են ճնշում, որ կամ, չգիտեմ, ճնշել են, կամ ինչ որ ձևով համոզել են, կամ ինչ որ բանի դիմաց ստիպել են, որ նրանք կատարեն այս ընտրությունները։ Եթե դա եղել է մեկ անգամ, այդ նույնը չի կարող լինել նաև ծրագրերի քննարկման եւ ընդունման ընթացքում։ Ես որպեսզի կարողանամ անդրադառնամ բոլոր հնչեցված օթում հնչող մեղադրանքներին, չէ, ես եթե սպառիչ ցանկը ունենամ, հենց հիմա բոլորի սպառիչ կպատասխանեմ, սկսած ճնշումներից, սկսած, չգիտեմ, շահով, հա, ինչ որ շահի միջոցով շահագրգռելու համոզումը չեմ մտցնում դրա մեջ, որովհետև համոզումը նորմալ քաղաքական կատեգորիա է, կարծում եմ, եւ մնացած ինչ որ ապօրինի կամ կիսաապօրինի գործողություններին Վանաձորը այն քաղաքն է, փոքր, կոմպակտ, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են։ Եվ չեմ կարծում, թե 3 ամսվա մեջ գոնե չլներ ինֆորմացիոն արտահոսք, որ ասեն, գիտեք ինչ, այս մարդու նույնիսկ մեր ընդդիմադիր գործիչներից մեկը մի ռադիոկայանին տված հարցազրույցում ասում էր, գուցե մեկի երեխային գողացել են։ Կարծես թե սա ֆիլմ է եւ ոչ թե մեր Վանաձոր քաղաքն է, ուզում ասեմ դրանք կհնչեն այդ մեղադրանքները, դրանք միշտ եղել են այն դեպքերում, երբ որ մարդիկ չեն ունեցել հաջողություն։ Ես գոնե ու իմ գլխավորած ցուցակը գործնականում 2 անգամ ցույց եմ տվել, որ հոկտեմբերի 2-ին ունեցել եմ առավելագույն ձայներ եւ հոկտեմբերի 10-ին ունեցել եմ մեծամասնություն ընտրության։ Պետական կուսակցության ցուցակը։ Ես եւ իմ գլխավորած ցուցակը։ Հետևաբար այսօր մարդիկ որևէ գործնական քայլ չանելով, ուղղակի հայտարարություններ անելով, չեմ կարծում, թե իրենք ինչ-որ գաղափարական դաշտում ուզում են հասնել հաջողության։ Ուղղակի սա մանիպուլյացիա է, կարծում եմ, ապագա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մեր ծրագիրը փաստորեն համատեղ նշանակում է հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, եւ դա նշանակում է, որ մեզ համար շատ կարեւոր է հանրային կարծիքը։ Փաստորեն մենք գիտենք, որ 2 հիմնական առաջարկություն կա հակադիր կողմերից, ինչպիսի հանգուցալուծում կարող է լինել, մեկը ձեր հրաժարականը, մյուսը, որ մարդիկ ի վերջո սկսեն գալ եւ մասնակցել ավականու նիստերին։ Որևէ հարցում հանրության շրջանում կամ որևէ տվյալներ դուք իրենք մարդիկ ավելի շատ ինչին են տրամադրված։ Ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարը առաջարկել էր նման հարցում անելու, բայց մյուս ընդդիմադիր առաջնորդներից մեկը ասել էր նման հարցում անցկացնելու կարիքը չկա։ Երկրորդը, ես ուզում եմ Իսկ դուք չեք նախաձեռնել։ Ես գիտեք ինչ, ես վանաձորցի եմ, ես սիրում եմ վանաձորցիներին։ Կարծում եմ այդ սերն է որոշակիորեն փոխադարձ է եւ չեմ կարծում, թե մարդկանց 2-3 ամսվա մեջ արժե 4-5 անգամ փորձության ենթարկել, հենց թեկուզ նույն հարցումների, նույն գիտեք ինչ, այսօր մարդիկ, այսօր ձյուն է եկել շատ վատ իրավիճակ է, ասենք, մենք զբաղված ենք ձյան մաքրման աշխատանքներով, մեր սակավ ունեցած տեխնիկայի, մենք այսօր բյուջեի խնդիր ունենք, մենք աշխատավարձերին ենք վճարում, պլանավորում ենք, որպեսզի կարողանանք մարդկանց որոշակի հոգսը թոթափենք։ Այսօր սառնամանիքներ ենք բնակչությանը համատիրությունների միջոցով զգուշացնում ենք, որպեսզի, չգիտեմ, ջրագծերը, կոյուղագծերը, այսօր գիտեք ինչ, ես իմ խոստմանը համաձայն եմ մնացել, ես ասել եմ ընտրվելուց հետո ես կլինեմ բոլոր վանաձորցիների քաղաքապետը, ոչ թե կներկայացնեմ որևէ կոնկրետ կուսակցություն եւ կսպասարկեմ զուտ նեղ կուսակցական շահ։ Այսօր գիտեք ինչ անընդհատ քաղաքականություն խաղալով ես իմ մասով եմ ասում, չեմ կարծում թե դա Վանաձորին որևէ օգուտ է բերելու։ Այսօր Վանաձորցին գործուն քայլերի է սպասում եւ մյուս կողմից այդ բառը ես չեմ սիրում օգտագործել, բացական ընդհանրապես բառը ես շատ քիչ եմ օգտագործում, երբ որ ասում են հրաժարական, ասենք 1 կամ 2 շաբաթ առաջ մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը Լուսավոր Հայաստանը, որը այդ հուշագրի կողմերից մեկն էր, հոկտեմբերի 10-ից առաջ կնքված, այսօր նրանք կնքել են մեկ այլ հուշագիր կամ, չգիտեմ, հռչակագիր, համաձայնության են եկել մյուս ուրիշ 2 ուժերի հետ, քաղաքացիական պայմանագրի եւ հանրապետություն կուսակցության։ Ով է այսօր ապահովագրել, որ ասենք ես չկամ, ես այդ դաշտում չկամ,
որ Քրիստ Մարուկյանը ներկայացնի իր թեկնածությունը, մյուս երկու կուսակցությունները այս նախընտրական թողբոյի շրջանում պատրաստ են իրեն տալու իրենց ձայնը, եւ ես որպես իրավաբան հարց եմ ուզում տալ, եթե հիմնական իրենց համաձայնագրի շուրջ, հիմնական կետի շուրջ համաձայնությունը չի կայացել, արդյոք այդ համաձայնագիրը շարունակում է գործել, թե ոչ։ Որ հարցի շուրջ նկատի ունեք համաձայնության։ Քրիստ Մարուկյանին քաղաքապետ ընտրելու հարցի շուրջ։ Հոկտեմբերի 2-ն էր, հոկտեմբերի 10-ին։ Հոկտեմբերի 10-ին, հա։ Հոկտեմբերի 10-ից հետո ըստ այս երեք կուսակցությունները որոշել են միավորվել են մի դեկտեմբերի հարցի 12-ին։ շուրջ։ Մի հարցի շուրջ են իրենք պայմանավորվել։ Այդ հարցը չի կայացել։ Ըստ ձեզ համաձայնագիրը շարունակում է գործել, թե ոչ։ Չի գործում այդ համաձայնագիրը, որովհետև եթե ընդհանրապես իրավագիտության մեջ այսպիսի, եթե հիմնական կետերի շուրջ համաձայնագիրը չի գործել, ֆակուլտատիվ կետերի շուրջ չի կարող գործել։ Ինչի մասին է խոսքը, այսինքն այն համաձայնագիրը Վանաձորի ավականուն էր վերաբերում, այս մի համաձայնագիրը վերաբերում է անպետական ընտրություններին։ Եթե մարդիկ որևէ գաղափարական հենք չունեն, այնտեղ միանգամյա դուք ինքներդ եք ասում, որ Վանաձորի մակարդակով գաղափարական հենքերը այդքան կարևոր չեն։ Գաղափարական չէ, այդտեղ անձնական հենք է եղել, այդտեղ գաղափարների բախում էլ չի եղել, որ գաղափարական տարաձայնություն կամ միասնություն լինի։ Կոնկրետ համաձայնագիրը կնքվել է, ասենք, պաշտոններ բաժանելու եւ ինչ որ մեկին քաղաքապետ կարգելու շուրջ։ Դա էլ է նորմալ։ Եթե դա չի, չէ, ես աննորմալության բացի չէ։ Եթե այդ կետը չի գործել, համաձայնագիրը ինքնըստինքյան դադարում է գործելուց, որը ես չեմ հայտարարել, իդեպ հայտարարել է մեր հարգելի падգամավորը, որ իհարկե արդեն այդ համաձայնագիրը, որ կետի շուրջ չի գործում, էլ այդ հետևաբար ինչին է ուղղված հիմա բոյկոտը։ Հիմա որ ասենք 3 ընդդիմադիր մեր գործընկերներին իրենց ղեկավարներով մենք կարողանանք նույն հարցը ուղղել։ Ինչու եք դուք բոյկոտում, ինչ պիտի պատասխանեն, որ ես չունեմ մեծամասնություն եւ հատիկ բոլորին հարցնեմ։ Դուք ունեք մեծամասնություն, թե ոչ։ Դուք այս փաստարկները շատ լավ գիտեք, որ տեղի են ունեցել ճնշումներ, այսինքն ապօրինի զարգացումներ, որոնց գիտեք ինչ այսօր ինձանից ուզում են կերտել Զորբայի կերպար։ Ես դա շատ լավ հասկանում եմ։ Որևէ վանաձորցի իմ մեջ այդ կերպարը չի կարող կերտած տեսնել, որովհետև ես կերտվածքով այդպեսին չեմ եւ ես վանաձորցիների շրջանում հաստատ ուժային մեթոդներով հարցեր լուծելու ինչ որ կերպարը չէ։ Դուք ինձ նաև հարցեր եք հուշում, պիտի ասեմ, երբ ձյան մաքրման մասին խոսեցիք, ես հիշեցի, որ կան բազմաթիվ հրապարակումներ հիմնականում սոցիալական ցանցերում, բայց նաև որոշ լրատվամիջոցներում, որ այս իրավիճակը եւ այս ծանր ձմեռվա պայմաններում լուրջ խոնչդոտ է հանդիսանում տնտեսական հարցերը քաղաքի լուծել։ Դա իրոք այդպես է։ Բնականաբար այդպես է, նախ աննախադեպ ինտենսիվ տեղացած ձյան եւ դրան զուգորդված նաեւ սառնամանիքի պայմաններում շատ դժվար է իրականացնել ձյան մաքրման աշխատանքներ, որովհետեւ Վանաձորը ունի այդ խնդիրը տեխնիկայի հետ կապված։ Այսօր մենք մեր միջոցներով, մեր կապերով կարողացել ենք որոշակիորեն, ես չեմ ասում բավարարության աստիճանի ենք հասցրել, բայց կարողացել ենք անցանելի դարձնել հիմնական փողոցները, արտերիաները, որոնք քաղաքը կապում են միմյանց, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, դպրոցներ։ Կարող էր օգնել Ավականուն ես գիտեք արդեն երկար ժամանակ է չեմ մտածում, որ ավականին ինչ որ բանով կարող էր օգնել, որովհետև չեմ մտածում, թե եթե օգնության ձեռք մեկնեին հաստատ կընդունեի, չգիտեմ ինչով կարող էր, այս պահին թե երևի թե ոչինչով պիտի ասեին, կա գործող քաղաքապետ, թող ինքը լուծի, այդ քաղաքապետն է լուծում է եւ ոչ միայն այդ, այլ նաեւ այլ ինչ հարցեր կան, որ պիտի լուծվեն, ծառայություններ, որոնք պիտի մատուցվեն, բայց չկա։ Խոսքը վերաբերում է Վանաձորի ապագա զարգացման ծրագրերին եւ վարկերի տեսքով եւ ընդհանրապես ծրագրերին հավանություններ տալու տեսքով եւ անհատ քաղաքացիների խնդիրների, որոնք կվերաբերվեն։ Իսկ ընթացիկ ծառայությունների մատուցման առումով չէ, ընթացիկ ծառայությունների բողոքներ բնակչությունից։ Գիտեք, դա մեծ քաղաք է, համեմատաբար մեծ Հայաստանի պայմաններում ասում, կլինեն իհարկե, բայց աշխատում ենք բոլոր խնդիրներին տանք լոկալ լուծումներ ու կարծում եմ որոշակիորեն դա ինձ մոտ ստացվում է։ Վերադառնանք զարգացման ծրագրերին։ Դուք ինչ հեռանկարներ եք տեսնում, այսինքն ինչպիսի առաջարկություններ կան, որ նախընտրական շրջանից միջև այսօր եւ դրանից առաջ նաեւ ես գտնում եմ, որ քանի որ Վանաձորի
քիմիական արդյունաբերության առաջատարի միֆը կարծես թե չի նշվարվում գոնե այս ժամանակաշրջանի համար, Վանաձորը ինքն իրենով պիտի ընտրի իր զարգացման առաջնահերթությունը։ Ես դա տեսնում եմ հանգրվանային туриզմի, էկոտուրիզմի կենտրոն միջազգային հաշվի առնելով, որ Վրաստան, Հայաստան ուղիղ մեջտեղում է գտնվում Վանաձորը, Երևան եւ Թբիլիսի քաղաքների, ու դա նաեւ հին ավանդույթ ունի իր տուրիստական շրջագայությունների առումով, կարծում եմ Վանաձորի շուրջը պիտի ստեղծվի մի այդպիսի, չգիտեմ, կենտրոնացում, որտեղ մարդիկ գան իրենց հանգիստը անցկացնելու, ենթակառուցվածքների զարգացման եւ նաեւ Վանաձորում զարգացած է բավականին տեքստիլ թեթև արդյունաբերությունը, նաեւ մոտ 7-8 հազար մարդ է աշխատում թեթև արդյունաբերության մեջ, հիմա զարգացումներ են էլի գնում, կարծում եմ գործարար միջավայրը առողջացնելուն ուղղությամբ պիտի մեր ենթակառուցվածքները վանաձորյան զարգանան, որպեսզի քաղաքացին մարդը գործարարը Վանաձոր գալով իրեն զգա բարեկեցության միջավայրում, որպեսզի ինքը նաև ցանկություն էլ ունենա Վանաձորում մնալու, ինչ որ ներդրումներ անելու։ Այդ գաղափարը կիսում են, այո, իրենց նաև նախընտրական ելույթների ժամանակ եւ անձնական զրույցներում էլ ենք նաև ահագին շփումներում այդ հարցերով խոսել ենք։ Հիմա այդ ուղղությամբ նաև գործուն քայլեր ենք անում, վերջերս տարածքային կառավարման նախարարը հայտարարեց, որ $20 միլիոն եւս ներդրում կլինի Վանաձորում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, նախորդ իմ նախընտրական քարոզարշավի շրջանում եւս 20 միլիոնի մասին էր խոսք գնում, որը արդեն իսկ կարելի է, այսպես ասած, կատարված համարել, հաշվի առնելով այն ինչը, որ ես խոստացել էի, դա փուլ առ փուլ իր զարգացման տրամաբանական Եվ ֆինանսավորման աղբյուրները հիմնականում երկարաժամկետ վարկային պարտավորություններ են լինելու, որը կվերաբերի աղբահանության ոլորտին եւ այդ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին, նաեւ շուտով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոստացավ, որ գարունը կսկսի Վանաձորի մարզա դաշտի շինարարությունը, որը վանաձորցիների համար։ Այսինքն կարող է երկար ժամանակից հետո լորի թիմը վերականգնվի։ Այո, նաև ունենք շատ գործունյա եւ ֆուտբոլի նվիրյալ մի մարդ, ես չեմ ուզում հիմա ուղղակի գովազդել, Թովմասը, որը զբաղված է հենց լոռու վարպետների թիմի ձևավորմամբ այժմ, հուսով եմ, որ մի տարի հետո վարպետների թիմն էլ կունենանք Վանաձորում։ Պարզ է, ինչպես եւ Հայաստանի բոլոր քաղաքները, դուք ունեք նաեւ Սփյուռքում վանաձորցիներ, արդյոք այնտեղից կարելի է ներդրումներ սպասել, որտեղ այսօրվա կառավարության ծրագրերը, մարտահարությունը հիմնականում նաեւ դրանով է պայմանավորված։ Բնականաբար նոր չի, որ ես կոնկրետ ասենք Վանաձորի հետ կապված խնդիրներին առնչվում կամ որոշակիորեն մասնակցություն եմ ունեցել եւ կարծում եմ միջավայրի առողջացման դեպքում տնտեսության որոշակիորեն ինչ որ շարժի դեպքում բազմաթիվ Վանաձորցի միջավայրի առողջացում երբ որ կայուն ներդրումային դաշտի համար ապահով զգա իրեն ներդնողը, այսինքն իմանա, չէ, քաղաքականը կապ չունի Վանաձորցին, երբեք չի մտածելու ով է, ով ինչ քաղաքական, չգիտեմ, թևի է հարում կամ չի հարում, չէ, եթե Վանաձորում ընդհանրապես գործարար միջավայրը Վանաձորում այսօր աշխույժ չի, այդ առումով եմ ասում, եթե ինչն է պատճառը։ Դե վերջի 10-15 տարիների ընթացքում համապետական մեծ որևէ ծրագիր Վանաձորում կարելի ասել չի իրականացվել, որը կցուցադրեր, ասենք, քաղաքը իր, չգիտեմ, արտաքին տեսքի բարետեսությամբ կամ ինչ-որ արդյունաբերական բլոկի աշխուժացմամբ կան, որոշակի ինչ-որ դրսևորումներ կան, բայց դա չի կարելի համարել համակարգ, որովհետև ամեն դեպքում, երևելի կրկնվեմ, Վանաձորը կարիք ունի որոշակի ներարկման, որ ինքը իր քաղաքային տեսքը քաղաքային բարեկեցությունը ապահովի, որ կարողանա նաև իր գրավիչ դառնա ներդրողների համար։
Նաև մեզ իհարկե հետաքրում են այն բարեփոխումները, որոնք հանրապետության մասշտաբով իրականանում են եւ մասնավորապես այս նոր եզրույթը, որ մտավ շրջանառության մեջ, համահարթեցում, ինչպես այն անդրադառնալու Վանաձորի վրա, որտեղ կան համայնքներ, որոնք տեսնում են այստեղ առավելություններ իրենց համար, կան համայնքներ, որոնք ասում են մենք կորցնելու ենք այդ համահարթեցման արդյունքում։ Ինչ առումով համահարթեցման։ Այն առումով, որ ոչ, որ համայնքները խոշորացման մասին եք ասում։ Ոչ, ես հենց համահարթեցման մարզերի եւ Երևան քաղաքի եւ որպեսի համայնքները համաչափ զարգացման բնականաբար ես գտնում եմ, որ հանրապետությունում չպիտի լինի մեծ անջրպետ Երևան քաղաքի Վանաձորի վրա ոնց են անդրադառնալու։ Դե ուզում ենք որ անդրադառնան։ Ինչպես կանդրադառնան։ Դրականորեն խոշոր համայնքները ասում են մենք կորցնում ենք արդյունքում։ Չէ, մենք իստում է երկու եզրույթ ինչ որ խառնում ենք համահարթե կա խոշորացման գործընթաց համայնքների խոշորացման կա հիմա նոր առաջնահերթություն է կառավարությունը վերցրել մարզերի համաչափ զարգացման ծրագիր, այսինքն որ մարզերը շատ մեծ տարբերության զարգացվածության տարբերություն չունենան, բնականաբար դրական եմ համարում Վանաձորում էլ եմ ասում այսօր խնդիր կա Վանաձորում ներդրումներ կատարելու Վանաձորը տարբեր առումներով զարգացնելու չեմ կարծում թե Վանաձորի համար դա բացասական որևէ ազդեցություն կարող է ունենալ։ Շատ լավ, հիմա վերադառնանք այս փակուղային վիճակին, այն իրոք փակուղային է թե ոչ, թե դուք տեսնում եք մոտակա ժամանակ հարցի լուծում, որտեղ ես եւ տեսնում եմ եւ հավատում եմ, որ վերջի վերջո Վանաձորցուն այսօր պետք է գործող, գործունյա եւ քաղաքապետ եւ ներկայացուցչական մարմին ավականի ասենք ապրիլյան ընտրություններ ներկայացնեն խորհրդարանական Վանաձորը վերջի վերջո պիտի զգա այդ քաղաքի շունչը։ Ես երբևէ կանխագուշակություններով բացահայտ չեմ զբաղվում, բայց իմ ներսում եղած կանխագուշակությունները միշտ իրականանում են, ես դրանցով ուղղակի չեմ կիսվում։ Ես կարծում եմ, որ Վանաձորում պիտի որ տիրի այդ առողջ մթնոլորտը մանավանդ որ այսօր որևէ վանաձորցու մոտ չեմ կարծում թե կասկած է առաջացնում իմ ընտրության օրինականությունը ու չեմ կարծում թե որևէ վանաձորցի մի ասեք երևի չէ ընտրության օրինականության առումով որևէ վանաձորցու կարող եմ ասել ես չեմ ուզում ասել որ ես չգիտեմ ես այլ ինչ որ բնութագրիչներ չտվեցի զուտ օրենսդրական զուտ իրավական հարթության ֆորմալ առումով չէ, հենց խորքային առումով եղել է ճնշում, կամ չգիտեմ։ Չէ, այդ մարդիկ որ ասեն եղել են ճնշում, ախր պիտի գետ մեկ փաստ արձանագրված, մեկ փաստ, կես փաստ գոնե պիտի արձանագրված լինի նմանատիպ ճնշման, չէ, որ կարողանան մեծ առումով հայտարարություն անել։ Այսօր գիտեք, մեր երկրում ամենամեծ խնդիրներից մեկը նաև դա է, որ ում մտքով ինչ ուզում ասում է առանց փաստարկելու, առանց հիմնավորելու, չգիտեմ խոսքի ազատությունը շատ լավ բան է եւ այլակարծության եւ տարակարծության առումով, բայց երբ որ կոմպետենտ մարդը հայտարարություն անում մանավանդ տղամարդը, ինքը գոնե կես փաստարկ պիտի ունենա։ Լավ, իսկ մարդիկ չեն ջղայնանում, ասում են դե հերիք եղավ, բոլ եղավ, մի լուծում գտեք, վերջո։ Ես ձեզանից եմ լուծում առաջարկում, ենթադրենք Մամիկոն Ասլանյան քաղաքապետը չկա։ Նոր ընտրություն, ասենք, ավականուն որ եղավ, ով որ վանաձորցին է, որ համոզված է, որ մյուս ուժերը գնալու են Քրիստ Մարուկյանին կամ չգիտեմ այդ ուժերից որևէ մեկին ձայն տան, մանավանդ որ որևէ մեկը չունի մեծամասնություն։ Իսկ այսօր Վանաձորը ունի քաղաքապետ, որը Վանաձորի նույն արդյունքներն են լինելու։ Կարող են եւ ես չեմ ուզում մի քիչ ամպագորգոր հայտարարություններ անել, ես ավելի ռեալ, չգիտեմ, բան եմ առաջարկել եւ ասել մարդիկ թող գան ավականուն նիստերին եւ իրենց միասնականությունը ցույց տան հանրությանը, որ իրենք ունեն 18 կայուն մանդատ։ Գոնե ես այսօր իմ կայունության մեջ որևէ կերպ չեմ ընկրկել, չեմ երկնչել եւ աճ կամ ձախ քայլ չեմ կատարել, ես ասել եմ այն, ինչ արել եմ եւ արել եմ այն, ինչ ասել եմ։ Երբևէ իմ ասածից զատ ուրիշ բան ես չեմ անում, եթե
դա դրական չի իհարկե, կարող Եվ դուք իրոք գտնում եք, որ այսօրվա մեր ավանդույթները, չգիտեմ, օրենքները, մեխանիզմները, ամեն ինչ իրար հետ ավականուն բավարար իշխանություն տալիս են, հնարավորություն տալիս են վերահսկել, ասենք, գործադիր իշխանությանը։ Լիբերալության եւ դեմոկրատիայի առումով մեր ընդդիմադիրները ինչ որ հակառակ ուղղությունից են գալիս։ Այ հենց այս պայմաններում է, հենց այս, որ որևէ մեկը չունի բացարձակ մեծամասնություն, հենց այս ժամանակ կարող է գործել եւ մտքերի տարակարծությունը եւ ծրագրերի բազմազանությունը, որի արդյունքում կարող է ծնվել ճիշտը։ Իսկ եթե մեկը ունենում է մեծամասնություն, չէ, եթե մեկը ունենում է բացարձակ մեծամասնություն, բնականաբար ինքը կարողանում է իր բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, չգիտեմ, որոշումները անցկացնել առանց նայելու կամ մտածելու կամ նույնիսկ խորհրդակցելու այլ ուժերի հետ։ Փառք Աստծո, այսօր Վանաձորցին ունի իրեն սիրող քաղաքապետ, այդ քաղաքապետն է պատրաստ է առանց որևէ նախապայմանավորության համագործակցել ցանկացած առողջ առաջարկության շուրջ եւ ընդհանուր դեբատների, չգիտեմ, հանրային քննարկումների, ավականում եղած քննարկումների արդյունքում Վանաձորի համար գտնել ճիշտ լուծումներ։ Պաստորեն, ձեր ասացից ես եզրակացնում եմ, որ դուք կողմնակից եք այն չինական իմաստության, որ ճգնաժամը ինքը նաև խնդիրների լուծման հնարավորություն է։ Տվյալ դեպքում Վանաձորի կամ կրիզիս կամ մաջրադնայա, չէ՞։ Այո, Պաստորեն, ստացվում է, որ այսօրվա իրավիճակում Վանաձորի ավականին իրավունք ունի ցույց տալ, միգուցե Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ, որ ներկայացական մարմինը ունի իշխանություն։ Դա է ուզում ասել։ Եվ դուք պատրաստ եք համագործակցել եւ միասին ելքեր լուծումներ գտնել։ Ես հիմա էլ եմ համագործակցում, ես հիմա էլ կուզենամ, որ Բայց ո՞նց եք համագործակցում, եթե չեն Չէ, համագործակցում ենք, ես նախորդ օրն էլ ասեցի, մենք ամենտեղ իրար հանդիպում ենք, բացի նիստերի դահլիճից։ Եվ առաջին անգամ նաև այս տաղավարից։ Պիտի հանդիպենք, չհանդիպեցինք։ Շատ լավ։ Նոր տարում, Պաստորեն, ես նշեցի, որ դա մեր վերջին հաղորդումն է այս տարվա ընթացքում։ Նոր տարում դուք ինչ եք ցանկանում եւ ինչ եք սպասում ձեր քաղաքի համար։ Նոր տարում եւ անցնող այս տարեմուտին ես ուզում եմ, որ Վանաձորը շնչի նոր շնչով։ Ես ուզում եմ, որ Վանաձորցին ունենա իրեն շատ նվիրյալ մարդիկ, ես ուզում եմ, որ մենք, ես եւ ավականու անդամներ օրինակ ծառայենք մյուս վանաձորցիների համար, մեր տարագիր վանաձորցիների համար առաջին հերթին, որպեսզի մեր համերաշխությամբ կարողանանք նաեւ օրինակ ծառայենք դրսում ապրող վանաձորցիների համար, որ մեկը մյուսին նայելով գան ամենը մի Վանաձորի համար, չգիտեմ, մի ասեղ ինչ որ օգնություն տրամադրեն, ոչ խնդրելու առումով, այլ ինչ որ մի դրական բան անեն Վանաձորի համար, իսկ կարծում եմ այդպիսի վանաձորցիներ կան, ուղղակի մենք հայերս սովորենք ինչ որ գաղափարի կամ ինչ որ, չգիտեմ, մի պերիոդում համախմբվել, բռունցք դառնալ, կարծում եմ այդ համախմբվածությունն է, որ մեզ պիտի բերի այդ դաշտ ու Վանաձորի նկատմամբ սերը։ Եվ օրինակ ծառայեք այլ համայնքների համար, որտեվ այս բարեփոխումների ընթացքում բնականաբար ցանկացած փորձը եւ դրական եւ բացասական ինքը օգտակար կարող է լինել ապագայի համար։ Ես հիշեցնեմ, որ մեր այսօրվա հաղորդմանը պիտի մասնակցեին Լուսավոր Հայաստան ֆրակցիայի ղեկավար Վանաձորի ավականում Քրիստ Մարուկյանը եւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Պաստորեն մասնակցեց միայն Մամիկոն Ասլանյանը, բայց հուսով եմ, որ դա վերջին շանսը չի, որպեսզի դուք իրար հետ հանդիպեք եւ միասին լուծումներ գտնեք այս իրավիճակից։ Շարունակում եմ մնալ իմ համակարգացին, իմ ընկերը, որովհետև մենք նաև գործընկերը նաև հուսանք ապագա։ Շնորհակալություն հաղորդմանը մասնակցության համար։ Ես էլ ուզում եմ մեր հեռուստադիտողներին մաղթել, որպեսզի 2017 թվականը ուրախ եւ հաջողակ լինի բոլորի համար եւ մենք կհանդիպենք արդեն հունվարին։ Հաջողություն։